Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտամ Նացականյանը և Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Տարածվել է տեղեկատվություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի տարածքի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին։ Վարչապետի խոսնակը նշել է, որ այդ հրապարակումը ապատեղեկատվություն է և հանդիսանում է Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ։ Վաշինգտոնյան հռչակագրում Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել այն հիմնական սկզբունքների շուրջ, ըստ որոնց պետք է ընթանա ապաշրջափակումը, և դա խիստ կարևոր է։ Միրզոյանը ընդգծել է, որ հայկական հողում գտնվող ենթակառուցվածքները պետք է գործեն Հայաստանի իրավասության ներքո, իսկ ադրբեջանական ենթակառուցվածքները Ադրբեջանի իրավասության ներքո։ Նախորդ շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել ձերբակալություններ, նախ բերման են ենթարկվել Արագածուտնի թեմի առաջնորդը և այլ հոգևորականներ ու աշխարհիկ աշխատողներ, իսկ երեք ձերբակալվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը, շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Երևանի նոր վարչական շրջանի Տոր-Քանգեղի զբոսայգին ևս նոր շունչ ստացավ։ Այստեղ Երևանի քաղաքապետի մասնակցությամբ իրականացվել է հերթական ծառատունկը, ինչը ոչ միայն այս վայրը կդարձնի առողջ միջավայր, այլև Տոր-Քանգեղի այգին կդառնա հանգստի ավելի գրավիչ վայր։ Ռուսաստանում գործարաններից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով 3 կին զոհվել է։ Այն զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրության ու ոչնչացման գործարան է։ Օրվա միջազգային լրահոսը։ Տարածվել է կեղծ տեղեկատվություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի տարածքի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին։ Դրան անդրադարձել է Հայաստանի վարչապետի խոսնակ Նազարի Բաղդասարյանը, նշելով, որ այդ հրապարակումը ապատեղեկատվություն է, չունի որևէ փաստական կամ իրավական հիմք և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ։ Հորդորում եմ քաղաքացիներին, լրատվամիջոցներին և վերլուծական հարթակներին զերծ մնալ նման ապատեղեկատվական նյութերի տարածումից, ստուգել տեղեկատվության հավաստիությունը և առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով, Facebook-ի իր էջում գրել է Բաղդասարյանը։ Վաշինգտոնյան հռչակագրում Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել այն հիմնական սկզբունքների շուրջ, ըստ որոնց պետք է ընթանա ապաշրջափակումը, և դա խիստ կարևոր է։ Այս մասին Դոլչե Վելիին տված հարցազրույցում ասել է Արարատ Միրզոյանը, նա ընդգծել է, որ հայկական հողում գտնվող ենթակառուցվածքները պետք է գործեն Հայաստանի իրավասության ներքո, իսկ ադրբեջանական ենթակառուցվածքներն Ադրբեջանի իրավասության ներքո։ Հարցազրույցի մանրամասները տեսանյութում։ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել մեկ ամսից, գուցե արդեն հաջորդ տարի։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դոյչե Վելեի հետ զրույցում։ Ըստ նախարարի, Հայաստանում ընդունվել է օրենք, որը պարտավորեցնում է երկրի կառավարությանը ձգտել անդամակցել Եվրամիությանը։ Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել, գուցե հաջորդ ամիս դա լինի, իսկ միգուցե հաջորդ տարի։ Դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով։ Միաժամանակ, ինչպես ես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է։ Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանն աշխատում է Եվրոպական միության հետ և արդեն զգալիորեն խորացրել է երկկողմ հարաբերությունները։ Կա համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, կողմերը սկսել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը, որն ըստ նախարարի բավականին լուրջ հաջող ընթացք ունի։ Բացի այդ, ըստ նրա, պաշտոնական Երևանն ու Բրյուսելը բանակցություններ են վարում մի քանի նոր փաստաթղթերի վերաբերյալ և ավարտել են աշխատանքները գործընկերության նոր ծրագրի շուրջ։ Չի բացառվում, որ այն ստորագրվի առաջիկա 3 ամիսների ընթացքում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի քաղաքացիները մեզանից պահանջում են առաջ գնալ։ Մենք նրանցից նաև որոշակի քննադատություն ենք լսում հնարավոր ձգձգումների և երկար ընթացակարգերի վերաբերյալ։ Հաջորդիվ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, բանակցային գործընթացի և հաղորդակցուղիների ապաշրջափակման մասին Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ Բաքուն կողմ էր երկաթուղու երկայնքով ռուսական զորքերի տեղակայմանը, բայց Երևանը դեմ էր դրան։ Այն տպավորությունն ունենք, որ մի քանի ամսվա և տարվա բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր Սյունիքի տարածքի համար ստեղծել ինչ-որ արտատարածքային միջանցք։ Օրինակ, նրանք պահանջում էին, որ այս երկաթուղու երկայնքով տեղակայվեն երրորդ երկրի զինված ուժեր։ Հիշում եմ, թե ինչպես էին նրանք ասում, որ երկաթուղու երկայնքով պետք է տեղակայվեն ռուսական զորքեր։ Սա իհարկե մեզ համար անընդունելի էր։ Միջանցք չկա, կա միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի։ Արարատ Միրզոյանը հավելել է, ենթակառուցվածքների վրա տեղակայված ինքնիշխանության և մեր ազգային իրավազորության բոլոր հատկանիշները այդ ճանապարհի հատվածում ճանաչվում են Ադրբեջանի և Միացյալ Նահանգների կողմից։ Այնպես որ մենք մեր հողի վրա ոչ մի լրացուցիչ արտատարածքային միջանցք չունենք։ Կարևոր է նաև իմանալ, որ խոսում ենք ոչ միայն այս անցուղու, այլև Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ կապելու մասին։ Համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների միջև բոլոր տրանսպորտային կապերի և ենթակառուցվածքների ապաշրջափակում,
Այսպիսով մենք օրինակ մուտք ենք ստանում ադրբեջանական երկաթուղուն ամբողջ համակարգին, ամբողջ շղթային, Ադրբեջանը մուտք է ստանում մեր երկաթուղուն։ Ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական հարևանների դեպքում։ Մենք կկարողանանք երթևեկել միմյանց տարածքներով, ահա թե ինչ է լինելու։ Սա այն է, ինչի շուրջ մենք համաձայնության ենք եկել։ Կառավարումը պետք է իրականացվի հայ-ամերիկյան կոնսորցիումի կողմից։ Այն իհարկե կարող է ենթակապալառուներ վարձել ծառայություններ մատուցելու համար, եւ այդ ընկերությունները պետք է ընտրվեն փոխադարձ համաձայնությամբ։ Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի, պոտենցիալ ընտրվելիք ընկերությունը պետք է հաստատվի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից։ Խոսելով Ռուսաստանի հետ առկա հարաբերություններից, Հայաստանի արտաքին գործերի նախարարն ասաց. ռուսական լրատվամիջոցները, խորհրդարանի անդամները, փորձագետները ժամանակ առ ժամանակ սուր քննադատության են ենթարկում Հայաստանի կառավարությանը, Հայաստանի սուվերեն որոշումները, նկատի ունեմ Հայաստանի առաջնորդներին, եւ դա իհարկե խորացնում է Հայաստանի եւ Ռուսաստանի տարաձայնությունները։ Միրզոյանն ընդգծեց, որ իրենք ռուս գործընկերների ուշադրությունն են հրավիրել քարոզչական այդ հարձակումների վրա։ Չեմ կարծում, որ նրանց պատասխանը մեզ բավարարել է, ինչպես արդեն ասացի, դրանք մեր սուվերեն որոշումներն են, ժողովրդավարությունը մեր ընտրությունն է, մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների, այսինքն մեր ռազմավարական գործընկերների հետ, գործակցությունը այլ երկրների հետ, մեր սուվերեն ընտրությունն ու որոշումն է, այնպես որ նորմալ գործընկերները կամ ընդունում ու հարգում են միմյանց որոշումները, կամ այդ գործընկերությունը թարմացման կարիք ունի։ Դիտարկմանը, թե Ռուսաստանի Դաշնությունն ունի բազմաթիվ լծակներ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, հետևաբար Հայաստանը չի վախենում Ռուսաստանից, Միրզոյանը պատասխանեց։ Մենք իհարկե կապված ենք միմյանց հետ, մեր տնտեսությունները փոխկապակցված են, էներգետիկ համակարգը մեծապես կապված է Ռուսաստանի Դաշնության հետ, այն մեր հիմնական տնտեսական եւ առևտրային գործընկերներից մեկն է, բայց մենք հիմա դիվերսիֆիկացնում ենք ամեն ինչ, այդ թվում առևտուրն ու տնտեսությունը, շուկաները։ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք պնդում են, որ անհրաժեշտություն է դառնալ պրոռուսական կառավարություն, բայց դա հարց է, որը պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Թողարկման այս հատվածում էլ շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել եմ քաղաքագետ Լիլիթ Դալոքյանի հետ։ Բարի երեկո Լիլիթ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք հոկտեմբերի 8-9-ի այցից Տաջիկստանում, որտեղ նաեւ վարչապետներ մասնակցում այդ հանդիպմանը, բայց այնտեղ շատ ուշագրավ մի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, ուզում եմ հենց դրան անդրադառնանք։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Ալիևը հանդիպեցին եւ կարծես նոր սեր բռնկվեց նրանց միջև։ Թույլ տվեք, հումոր չեմ անում, բայց ամեն դեպքում նրանց սիրային իրավիճակները կարծես նորից ի հայտ են գալիս, հատկապես երբ որ Ռուսաստանի Դաշնության գերտերության ղեկավարը այնպես էր շողոքորթում ու այնպես էր սիրաշահում Ալիևին, կարծես Ալիևն էր գերտերության ղեկավար եւ ամեն ինչ փորձում էր արդարացնել, ասել, որ ինքնաթիռի մասով հատկապես մենք բոլոր փոխհատուցումները կանենք, դա պատահականություն է եղել, մենք կապ չունենք, մենք շատ սիրում ենք Զմիմյանից եւ այլն եւ այլն։ Ինչ է սա, ինչու 1 տարի անց Պուտինը որոշեց սիրախաղ սկսել Ալիևի հետ։ Ճիշտ ասած, ինձ համար զարմանալի չէ, ձեզ հետ խոսելիս մենք մշտապես նշել ենք, որ երկու ավտոկրատ լիդերները ավելի հեշտ լեզու կգտնեն, մանավանդ ունենալով հանցագործություն իրենց թիկունքում, հանձինս Լեռնային Ղարաբաղում, Արցախում էթնիկ զտման, իրենք հաստատ ավելի շատ ընդհանուր շահեր ունեն։ Դրան գումարած նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որը հաստատ Ալիևին ավելի շատ է դուր գալիս, քան օգոստոսի 8-ին է, որովհետև նա շարունակում է Զանգեզուրի միջանցք իր խոսույթը։ Բացի այդ, եթե ամերիկյան կողմը պարտադրում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության սահմաններում լինեն լուծումները, նոյեմբերի 9-ով այդպիսի լուծումներ չկան։ Եվ Ալիևը մշտապես նշում էր, որ ինքը եւ Պուտինը ունեն միևնույն տեսակետը Զանգեզուրի ճակերտավոր միջանցքի վերաբերյալ։ Այսինքն իրենք բնական դաշնակիցներ են այս հարցում։ Այլ խնդիր է, որ երկուսն էլ, քանի որ արևելյան տիպի ղեկավարներ էին, փորձում էին ուժ ցույց տալ միմյանց, բռունցք ցույց տալ։ Ալիևն էլ հասկացրեց, որ չնայած դու գերտերության ղեկավար ես, ես չեմ զիջում քեզ։ Դու ձերբակալում ես, ես էլ եմ ձերբակալում։ Եվ Պուտինը այստեղ պարտվեց ինչ-որ առումով, իմ կարծիքով նա չէր սպասում, որ Ալիևը նմանատիպ քայլերի կդիմի, բացի այդ Ալիևը խորամանկորեն սկսեց արևմուտքի հետ էլ շփվել, եւ Պուտինը հասկացավ, որ այս պահին չունենալով իրական բարեկամներ, գոնե պետք է այն շրջանակների հետ իր հարաբերությունները չփչացնի, որոնք ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր նրան աջակցել են, օրինակ երկրորդային շուկայի առումով, նավթի, գազի ռուսական սանկցիոն արտահանման դեպի Եվրոպա, բացի այդ Պուտինը տեսնում է, որ հայ հասարակությունը այլևս բացասական
բացասաբար է վերաբերում Ռուսաստանին եւ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը այստեղ բացասաբար է ընկալվում։ Տարածաշրջանից դուրս չմնալու համար ամեն ինչ պիտի նա անի, որպեսզի Ալիևին կրկին շահագրգռի Եռակողմ համաձայնագրին վերադառնալու համար։ Դուք շատ ճիշտ բան նշեցիք, թույլ տվեք համաձայնել ձեզ հետ եւ նշել, որ այո, իսկապես նրանք բնական դաշնակիցներ են, որտեղ բոլոր առումներով համընկնում են նրանց շահերը, նրանց ռազմավարությունը, նրանք իրանց քաղաքացիների ժողովրդի հետ վարվելու բոլոր կանոնները կարծես իդենտիֆիկացված եւ նույնականացված են։ Այս ամենով հանդերձ նրանց իրախաղը, որ ավելի բուրըն, ավելի բռնկվի եւ վերածվի ավելի լուրջ հարաբերությունների, նաեւ քաղաքական առումով, Հայաստանը այստեղ ինչ դիրքավորում պետք է ունենա, արդյոք մեզ դա լավ է թե վատ։ Մենք մշտապես պիտի հաշվի առնենք, որ իրենք ավելի բնական դաշնակիցներ են, քան Ալիևը եւ Արևմուտքը։ Մենք հիշում ենք, որ ԱՄՆ-ն ընդունվեց բանաձև, չէ, Արցախի ժողովրդի վերադարձի վերաբերյալ, հենց օգոստոսի 8-ից հետո։ Պարզ է, որ դա Ալիևին դուրս չի գալիս։ Ալիևը գիտի, որ Արևմուտքը իրեն չի ընկալում որպես ժողովրդավարական երկրի ղեկավար։ Եվ այդ պատճառով նրանք ինչքան էլ միմյանց հետ վիճեն, Արևմուտքի եւ Հայաստանի դեմ իրենք գործում են միասնական։ Ես այստեղ Թուրքիայի ղեկավարին էլ կներառեի։ Հայաստանը պիտի շարունակի խորացնել հարաբերությունները արևմտյան երկրների հետ, շարունակի նշել, որ Տրամպի ուղին է միակ համաձայնագիրը օգոստոսի 8-ի, փորձի գործուն քայլեր ձեռնարկել այդ համաձայնագրի իրականացման համար, ճանապարհի կառուցման, վերահսկողության սահմանման, անվտանգային երաշխիքներ ամերիկյան կողմից փորձի բերել, իհարկե Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի համատեքստում։ Բայց այն, որ Հայաստանի կառավարությունը դուրս չի գալիս պաշտոնապետ Եռակողմ համաձայնագրից, ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը, բացի այդ այցեր է կատարում Մոսկվա, հասկանում է, որ դեռ է զանգում շնորհավորում։ Այո, պարզ չի միջազգային իրավիճակը, դա չկրկնենք, կախված է ռուս-ուկրաինական ռազմաճակատից, Ռուսաստանի դիրքերից միջազգային ասպարեզում։ Քանի դեռ պարզ չի Տրամպն է իր խոսքին ավելի տեր լինելու, թե Վլադիմիր Պուտինը, այս երկու երկրները փորձելու են մանևրել, բայց պարզ է, որ Հայաստանի բնական շահերը Ռուսաստանի հետ արդեն 2020 թվականից ի վեր չեն համընկնում։ Այսինքն ստացվում է, որ երկուսի սիրային հարաբերությունները որևէ լավ ավարտ չեն ունենա մեզ համար։ Միանշանակ պատմությունը ցույց է տվել, որ երբ իրենք կներեք կռվում բարիշում են, այսպես ասենք, տուժում է Հայաստանը, եւ այստեղ կան ուժեր, որ ասում են, այ ինչ արեց Հայաստանը այդ ընթացքում, որ Ռուսաստանին իր կողմը անի, այսինքն Հայաստանը ինչ պիտի սպասի, հենց Ալիևը եւ Պուտինը կռվում են, փորձի ինչ-որ մի բան անել, Հայաստանը մանրադրամ չի, Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները պիտի հիմնված լինեն դաշնակցային հիմքի վրա, ոչ թե նրա վրա, այդ բային Պուտինը լավ տրամադրություն ունի Ալիևի դեպի հարաբերությունում, թե ոչ։ Ես կարծում եմ, որ այս տեսակետը, որ Հայաստանն է էլի մեղավոր, որ իրենք մտերմացան, դա խորհրդանական ընդդիմությանն է վերաբերում, շատ նույնիսկ հակահայ քարոզչություն է։ Նաև շատ կարևոր 2 օր առաջ տեղեկատվություն, դուրս եկավ, հորդեց, որ Ադրբեջանում ռազմական հեղաշրջում են փորձել իրականացնել ու շատ զավեշտալի չէ, չի 87-ամյա մի տարեց քաղաքական գործիչ, որը նույնիսկ Ալիևի հոր մոտ է աշխատել, խորհրդական եղել, անվտանգության խորհրդում եղել, նույնիսկ շքանշաններ է ունեցել, այսպիսի պատվո բաների արժանացել պետության կողմից եւ հանկարծ հայտնվում է մի իրավիճակ, երբ Ռուսաստանի Դաշնությունից ասում են, բա գիտեք, այդ մարդն ուզում էր հեղափոխություն անել, մենք ձեզ այդ մասին տեղեկացնում ենք 1 տարի հետո, այսօր արդեն ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ այդ տարեց 87-ամյա քաղաքական գործիչն է, այդ նույն օդանավը, Ազալ օդանավը ամեն ինչ արել, որ կործանվի, որտեղ նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունները սրվեն։ Այս ինչ թատրոն է, այս ինչի մասին է խոսում, հասկանում եք, մի տեսակ զավեշտ է հիշեցնում սա։ Քանի որ հեղափոխություն բառը Ռուսաստանում ընկալվում է արևմուտքի հետ կապված, նա փորձում է Ալիևին հասկացնել, որ քո իշխանության երաշխավորը եւ պահապանը ես եմ։ Քանի որ Ալիևը ժողովրդավարական լիդեր չի, ընտրություններով չի նա գալիս իշխանության, Կրեմլի աջակցությունը մշտապես իր համար կարևոր է եղել, գումարած Թուրքիայի։ Դրա համար այսպես փորձում է սլակներ ուղղել, որ դու այդքան էլ մի վստահի եվրոպական երկրներին, դրանք որ ասում է աթոռը կոտակից ուզում են տանել։ Ինչ վերաբերում է Ալիևին, ինչու է նա ձևացնում, թե հավատում է։ Նա իր ներքին լսարանին պիտի բացատրի, թե ինչու նորից սկսեց շփվել Վլադիմիր Պուտինի հետ, որովհետև հիշում եք Ուկրաինայի լրագրողին ուկրաինացի ինչ էր ասում, այո, որ ասում էր օկուպացիային մի համաձայնվեք, մենք պատրաստում ենք զենք վաճառել Ուկրաինային, դեպ ես այդ ժամանակ էլ էի թերահավատ
հավատ, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ, այսինքն Ալիևը պիտի բացատրի, որ մեղավորը Պուտինը չէր, այնտեղ ինչ որ Սորոսական 87-ամյա այդպիսի անձնավորություններ է, եւ պարզը որ սա չի աշխատելու, որովհետեւ Ադրբեջանի հասարակությունը ամեն ինչ հասկանում է, բայց քանի որ այնտեղ ժողովուրդը լիակատար ազդեցություն չունի քաղաքական գործընթացների վրա, այնպես չի որ կարող է փողոքի ցույց անել Ալիևի դեմ, այսպես երկուսով ամեն ինչ կգցեն Ուկրաինայի վրա, եթե նկատեցիք Պուտինը խոսեց, որ այ Ուկրաինան էր մեղավոր, անընդհաճ սարքեր էր, այսինքն մենք չենք մեղավոր, այո, Ուկրաինան է մեղավոր, այսպես։ Դրա համար մենք ասած էմոցիաների բախում էր, չէ՞, սա հասկացրեց, որ մենք բնական դաշնենք։ Բայց իրականում մի տեսակ շատ նվաստացուցիչ պետք է լինի գերտերության ղեկավարի նման վարքագիծը, հա, դու ուղղակի թատրոնի մասնակիցն ես դառնում եւ ում համար ինչ որ մի հատ Ալիևի համար։ Դե Վլադիմիր Պուտինը արդեն 3 տարի է 4 նվաստացուցիչ իրավիճակում է, որովհետև չնայած որևէ հաջողություն չունի ռազմաճակատում, ասում է մենք հաղթել ենք, այս Օդեսան ենք գրավելու, ինչ որ քարտեզներ է ցույց տալիս, որը իրականության չի համապատասխանում, հենց չի կարողանում առաջ գնալ, վախեցնում է միջուկային զենքով, այսինքն նա առաջի անգամը չի, որ այդ իրավիճակում է հայտնվում։ Եվ նվաստացուցիչ էր նաև հենց 2020 թվականին իր պահվածքը, որ ասում էր միշտ Ղարաբաղը եղել է Ադրբեջանի մաս, այսինքն դուք ԵԱԿ Միսկի խմբի համանախագահ երկրի ղեկավար եք, բա ինչի եք բանակցում, որ հետագայում պետք է կարգավիճակ։ Այո, այսինքն Վլադիմիր Պուտինը որևէ կարմիր գիծ չունի իր ցանկացած քայլ ներկայացնելու որպես հաղթանակ։ Հիմա էլ սա կասեն հաղթանակ է, տեսեք, մենք այնպես արեցինք, որ Ալիևը նորից վերադարձավ։ Նայած ռոպագանդան ոնց կներկայացնի, բայց այն որ շատ ճիշտ է գերտերության ձգտող, որպես իրեն համարեն երկրի ղեկավարը, այսպիսի կիքսեր ներողություն իհարկե պիտի թույլ չտա։ Քաղաքական կիքսեր։ Այո, բայց եթե մենք նայում ենք ռոպագանդայի մակարդակը Ռուսաստանում, մենք տեսնում ենք կամ Մեդվեդևի, չէ՞, այդ պոստերը, որ գինովցած շատ հաճախ։ Այո, մենք մտածում ենք շատ ավելի իրենց մասին կներեք լուրջ, քան իրականում իրենք կան։ Նույն Էրդողանի հետ կապված, չէ՞, ասում էին, որ ուղղաթիռը ոչնչացվեց ռուսական վերջ, այլևս Թուրքիային պատերազմ ենք հայտարարում, մի 2-3 համբուրվում են, գրկախառնվում են։ Ասում է շատ ուժեղ լիդեր է, ես իրեն հարգում եմ, այդպես։ Շատ լավ, թողնենք նրանց։ Բաքվում տեղի ունեցավ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի վարչապետների հանդիպում, որտեղ խոսվեց կրկին 3 գումարած 3 ձևաչափի մասին։ Ինչ է սա տալու մեզ, արդյոք սա ճիշտ է մեզ համար, որքանով է շահեկան եւ ոչ շահեկան։ Այս մասով ձեր մեկնաբանը։ Սա ռեգիոնալիզմի դրսևորում է, ինչին ես դեմ եմ, որովհետև ռեգիոնում մնալ միայնակ այս 3-ի հետ, ասենք պարզ է, Թուրքիան էլ գումարած, Վրաստանը դե կարծես չի մասնակցում, սա միանշանակ մեր շահերի դեմ է, մենք այստեղ չունենք բարեկամներ։ Իրանի խնդիրը այսպիսին է, քանի որ այնտեղ էլի ավտոկրատ լիդեր է, որը արևմուտքի հետ հարաբերությունները գնալով վատացնում է, իդեպ տեսնում ենք սանկցիաների ճանապարհով է Իրանը գնում խստացման, այս 3-ը էլի իրար հետ առավել լեզու հեշտ կգտնեն պարզը, քան Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի։ Դրա համար իրենք էլի հայտարարում են, որ այս 6-ը պիտի լուծեն տարածաշրջանում խնդիրներ, այլ ուժերը դա արևմուտքն է, սա հակաարևմտյան ֆորմատ է։ Պարզ է, Հայաստանը չի ուզում մասնակցել, որքանով ես հասկանում եմ, դժկամությամբ է մասնակցում։ Մյուս կողմից պաշտոնապես չմասնակցելը ցույց կտա, որ մենք տարածաշրջանի հետ կապ չունենք, կարծես դուրս ենք մեզ դնում։ Այսինքն Հայաստանը ամեն ինչ պիտի անի ձևականորեն մնալու իբրև թե այս հարթակում, բայց խորացնի միանշանակ իր հարաբերությունները մեր բնական դաշնակիցների հետ, որոնցից ոչ մեկը այստեղ չկա։ Իրանի այսօրվա ռեժիմը չի կարող լինել մեզ համար բնական դաշնակից։ Շատ լավ, նաև շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի շուրթերից հնչեց մի արտահայտություն, թույլ տվեք մեջբերեմ, նա ասաց, որ ադրբեջանական կողմը առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Ինչ է այս հայտարարությունը։ Ես հասկանում եմ, որ հենց Ադրբեջանից ամեն օրվա ռեժիմով բոլոր խողովակներով նշում են, որ սահմանադրության փոփոխություն պետք է տեղի ունենա, նոր մենք կգանք խաղաղության կհասնենք այդ կետին։ Մենք արդեն հակադարձում ենք, արդեն պաշտոնապես խոսում ենք, որ դա մեր սահմանադրությունը եւ մենք ենք որոշում, դուք չպետք է որևէ նախապայման առաջ քաշեք։ Այս մասով ձեր մեկնաբանությունը։ Սա նախապացույց է իմ տեսակետի, որ խաղաղություն չի հաստատվել։ Այդ օգոստոսի 8-ից հետո շուկով որ հայտարարում էին, որ այսինքն եթե Հայաստանը պաշտոնապես արդեն Նիկոլ Փաշինյանի շուրթերով ՄԱԿ-ում, այնուհետև Եվրախորհրդում եւ Արադ Միրզոյանի շուրթերով հիմա ասում է, որ Ադրբեջանը դեռ պայմաններ է առաջադրում, սա ցույց է տալիս, որ Ալիևը այնպես չի, որ ընդհանրապես սպասում է 1 տարին անցնի եւ խաղաղություն ստորագրի հանրաքվեից հետո։ Ես վստահ եմ, որ Ալիևը նոր նախապայմաններ է առաջադրելու, նա ստորագրած փաստաթուղթը մենք գիտենք, որ որևէ գրոշի արժեք չունի, եթե իրեն չեն ստիպում, այ կստիպեն թե ոչ, դա արդեն ամերիկյան կողմից եւ Տրամպից է։
կախված հակադարձում միանշանակ ճիշտ էր ավելին պիտի ասվի, որ մենք նախապայման չենք դնում ձեր սահմանադրության փոփոխությունը, որտեղ հղում կա առաջին հանրապետության անկախության հռչակագրին, որը Հայաստանի տարածքը Փաշինյանը խոսել է դրա մասին, անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Այ երբ որ դուք էլ կփոխեք, մենք էլ կփոխենք։ Հիմա արդեն այդպես պիտի խոսվի եւ մեր արևմտյան գործընկերներին մենք պիտի ցույց տանք, որ այս պայմանը իբրև թե հարակվել լինի նոր կստորագրենք, ընդհանրապես խապուսիկ մի երևույթ է։ Հակառակ բարագայում Ալիևը ինքն էլ իր սահմանադրությունը կփոխեր։ Տեսեք, անդադար Ալիևը եւ ադրբեջանական Բաքվի կլանը նշում են, որ Զանգեզուրի միջանցք ամեն ինչ անում են, ձգում են եւ դեռ տեսնում ենք, որ ձգվում է, ոչ մի բան էլ դեռ փաստացի ստորագրված չէ։ Այ ինչ կլինի, եթե եւս 2 տարի ձգեն եւ Տրամպ այլևս չլինի նախագահ։ Այդ դեպքում մենք ինչ ենք անելու։ Թույլ տվեք այսպես պատկերացնել Ալիևի եւ Պուտինի զրույցը էլի վերադառնանք։ Ասում է, այո, ստորագրել է Վլադիմիր Վլադիմիրովիչ, բայց դա վերջնական չի, մենք դեռ կտեսնենք։ Այնպես է մենք նոյեմբերի 9-ին ավելի հակված ենք։ Պուտինն էլ ասում է, այո, Տրամփն է դե բան է ասում, պետք չի ասել ոչ, հիմա ամբողջ աշխարհը Տրամփի հետ այդպես է վարվում, չէ՞։ Համասն ասում, չի ասում ոչ, բայց հիմա երկրորդ փուլը չի կատարում, զենքերը չի հանձնում։ Ոչ չեն ասում, բայց դա ոչ է։ Պուտինը Այսինքն ստացվում է, մի քիչ հումորային է ստացվում, բայց չեն դեռ ոչը չի։ Այո, դա այսպես ժամանակ ձգել է, նայած, ես չեմ կարող բացառել, որ Տրամփը կլրջանա, նայած Տրամփը կընկղմվի ներքաղաքական խնդիրների մեջ, դա 2 տարուց չէ, այս տարի 2026-ին եկող։ Ես դրա համար եմ ասում, որ Հայաստանի համար ամենակարևոր տարին 26-ն է լինելու, որովհետև եւ խաղաղություն կնքելու տարին է իբրև, եւ Տրամփի լուրջ խնդիրների տարին է Միացյալ Նահանգներում ընտրությունների ժամանակ։ Այսինքն բոլորը սպասում են տեսնեն Տրամփը էլի կհիշի այդ մեմորանդումը, դա մեմորանդում է, դա խաղաղության պայմանագիր չի, թե կմոռանա իր խնդիրների մեջ կընկղմի եւ 2020 թվականին այդպես էլ եղավ, ընտրություններ սկսեցին եւ նա մոռացավ այդ Կոսովոյի նախադեպ եւ այլն եւ օգտվեցին առիթից այս երեքը։ Ես չեմ ուզում մտածել, որ էլի իրենք սպասում են այդպիսի հարմար պահի կամ Պաղեստինու որ չստացվի հրադադարը, Պուտինը եւ Ալիևը կարող են մտածել, ահա շեղված է մի հատ էս ուղղությամբ էլ բլիցկրիգի մասին է խոսքը Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ, ես չեմ կանխատեսում այդ հատվածի ուղղությամբ, որը իրենց այդքան անհրաժեշտ է։ Էնպես որ մեր խնդիրն է միանշանակ ամերիկյան կողմի ուշադրությունը միայն Տրամփի չէ, ինստիտուտների մակարդակով անընդհատ սևեռել այս խնդրի վրա, որովհետեւ այո, ամերիկան ինստիտուցիոնալ երկիր է, Տրամփից հետո չգիտես ով է գալու, բացի այդ չգիտես Տրամփը հաջորդ ինչ է մոգոնելու նա օրը մեջ դիրքորոշում։ 1 ժամ հետո նույնիսկ չգիտես ինչ կասի։ Դրա համար եւ ամենակարևորը մեր ներքին աշխատանքը բանակի զինումը եւ փոփոխությունը անպայման պիտի կատարենք։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Շարունակում ենք թողարկումը Ամստերդամում ընթացող Եվրոպայի սոցիալիստների կուսակցության կոնգրեսն ընդունել է հայանպաստ բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայգերիներին, թույլատրել Արցախահայության վերադարձը միջազգային մոնիտորինգի պայմաններում, ապահովել հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Ընդունված բանաձևով նաև կարևորվում է Հայաստանի ժողովրդավարական զարգացումների շարունակական մոնիտորինգը, ներառյալ օրենքի գերակայությունը, դատական անկախությունը եւ քաղաքական ազատությունների պաշտպանությունը։ Իսկ Բաքվի դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ հայ մյուս գերիների դեմ հարուցված կեղծ գործերով շինծուդատական նիստը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների լսումների ժամանակ Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը եւ Դավիթ Բաբայանը իրենց անհամաձայնությունն են հայտնել նախորդ հարցազրույցների կամ առցանց ռեսուրսներից եւ սոցիալական ցանցերից վերցված հայտարարությունների հիման վրա կազմված փաստաթղթերում պարունակվող բազմաթիվ դրույթների վերաբերյալ։ Հաջորդ կեղծ դատական նիստը կանցկացվի հոկտեմբերի 20-ին։ Անդրադառնանք այլ թեմաների նախորդ շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել ձերբակալություններ, նախբերման էին ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը եւ այլ հոգեվորականներ ու աշխարհիկ աշխատողներ, իսկ 3 հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը։ Ռեկտորին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է։ Նա ի դեպ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։
Մասիսի Էլցանցում արձանագրվել է 830,000 կիլովատժամ էլեկտրաէներգիայի թերգրանցման փաստ, հաղորդում կներկայացվի դատախազություն, գրություն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Թերգրանցումները առնչվում են 435 սպառող սուբյեկտների, ում հետի կողմից դարձյալ պետք է մարվի այս անգամ արդեն ձևավորված 830,055 կիլովատժամ կուտակումը, ինչը կրկին անխուսափելիորեն ընկերությանը պատճառելու է առանձնապես խոշոր չափերի վնասներ։ Հոգևորականների խոսակցության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ավելի վաղ համացանցում է հայտնվել Նաթան arczepiskopos Հովանեսյանի եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրությունը, որը տեղի ունեցել 2023 թվականի հոկտեմբերին։ Երկու հոգևորականների զրույցի ձայնագրության առնչությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռել է։ Նշենք, խոսակցության ընթացքում աղա Նաբեղան arczepiskopos-ին ասում է, որ կաթողիկոսն իրենից պահանջել է ընտանիքի հետ միասին մասնակցել հակաիշխանական ցույցերին։ Խոսակցության առիթը, ինչպես հասկացվում է ձայնագրությունից, աղա Նաբեղայի դիմումն է իրեն կարգալույց հռչակելու մասին։ Աղա Նաբեղա Երնջակյանը համարում է, որ կաթողիկոսն իրեն ծառայության է ուղարկում Վանաձորի իր ըմբոստության պատճառով։ ՀՀԿ փոխնախագահի եւ նրան փոխկապակցված անձանց գույքի վրա կալանք է դրված։ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում են Վահրամ Բաղդասարյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստերը, որով դատախազությունը կրկին պատգամավորից տասնյակից ավելի գույք ու մի քանի 100 միլիոն դրամ է պահանջում։ Գործարար Սամվել Մարիապետյանին վերագրվող ենթադրյալ ապօրինի գույքերի բռնականցման պահանջով հայցադիմումում դատախազությունը փոփոխություններ կանի։ 58 անշարժ գույքին կգումարվի եւս 4-ը։ Փոփոխությունը պայմանավորված է նոր տվյալների ստացմամբ, ըստ որոնց Մարիապետյանը պաշտոնատար անձ է հանդիսանում 1996 թվականից։ 2020 թվականից հետախուզվող գործարարի գույքի վրա կալանք է դրված։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը։ Այդ մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարտախություն կատարելու եւ կաշառք ստանալու մեջ։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է նաև Իջևանի նախկին քաղաքապետը։ Վերջինս մեղադրվում է փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին։ Հիշեցնենք, Ներսիսյանն անցնում է նաև մեկ այլ գործով, որն առնչվում է Իջևանի կենտրոնական փողոցի 905 քառակուսի մետր մակերեսով հողամասի օտարմանը։ Ըստ մեղադրանքի Ներսիսյանը ձևական աճուրդով հողամասը 2006-ին ավելի քան 1 միլիոն 990,000 դրամով վաճառել է նախկին ենթակային, ապա օրինականացրել գույքը։ Նա համայնքը ղեկավարել է 1999-ից 2011 թվականներին։ Լրատվամիջոցները հայտնում են, որ գիշերը Բյուրեղավան համայնքում վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձ ձերբակալվել է։ Տեղեկություններ կան, որ վիճաբանության մասնակիցների թվում են եղել համայնքի ղեկավարի տեղակալը Դանիել Դանիելյանը եւ ավականու մեկ անդամ Վարդան Սուքեսյանը։ Երևանի նոր վարչական շրջանի Տոր Քանգեղի զբոսայգին եւս նոր շունչ ստացավ։ Այստեղ Երևանի քաղաքապետի մասնակցությամբ իրականացվել է հերթական ծառատունկը, ինչը ոչ միայն այս վայրը կդարձնի առողջ միջավայր, այլև Տոր Քանգեղի այգին կդառնա հանգստի ավելի գրավիչ վայր։ Նոր-Նորքի Տոր Քանգեղի զբոսայգում իրականացվեց ծառատունկի համաքաղաքային ակցիա Երևանի քաղաքապետի եւ համայնքի բնակիչների մասնակցությամբ։ Միջոցառման նպատակն էր կանաչապատել տարածքը, բարձրացնել քաղաքացիների բնապահպանական գիտակցությունն ու միավորել երևանցիներին բնության եւ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության գաղափարի շուրջ։ Երևանի քաղաքապետը մասնակցելով ծառատունկին ընդգծեց, որ նման նախաձեռնությունները ոչ միայն ծառերի տնկման, այլև քաղաքի կյանքի որակի բարելավման կարևոր
քայլ են, քանի որ յուրաքանչյուր տնկած ծառը ներդրում է Երևանի առողջ ապագայի մեջ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշում է, մենք ձևավորում ենք մաքուր օդով, կանաչ միջավայրով եւ խնամված զբոսայգիներով մի քաղաք, որտեղ մարդիկ կուզենան ապրել։ Տորքանգեղի հարակից այս ամբողջ այգին եղել է անմխիթար վիճակում։ Հիմնականում եղել են տարատեսակ ինքնական շինություններ եւ մոտավորապես 1.5 տարի առաջ սկսեցինք այդ շինություններից եւ ընդհանուր մաքրման աշխատանքներ այգու։ Այսօր արդեն իսկ 4.2 հեկտար տարածքում մենք իրականացնում ենք հերթական ծառատունկը, որը թվով, եթե չեմ սխալվում, երրորդն է, եւ ունենք արդեն այն ենթակառուցվածքը, որը նախատեսված էր մեր նախագծով, ունենք արդեն քայլուղիներ, ունենք արդեն ֆուտբոլի դաշտի աշխատանքները, ակտիվ իրականացվող խաղահրապարակի աշխատանքները, այստեղ ունենալու ենք workout եւ իրականում Տորքանգեղի հարակից այս մի շատ գեղեցիկ նոր միջավայր է դառնալու հենց արդեն հաջորդ տարի։ Ծառատունկին միացել էին նաև Նոր վարչական շրջանի աշխատակիցները, կամավորները, դպրոցականներն ու բնակիչները։ Նրանց ջանքերով զբոսայգում տնկվեցին տարբեր տեսակի թփեր ու եղևնիներ։ Բոլոր այն տեղերում, որտեղ որ մենք իրականացնում ենք ծառատունկ, միշտ կա ոռոգման համակարգ, ինչպես եւ այստեղ ունենք ոռոգման համակարգ։ Այսօր մենք տնկեցինք մոտ 650 ծառեր եւ թփեր։ Հիմնականում դրանք բավականին չորադիմացկուն ծառեր են, ունենք նաեւ եղևնիներ, որոնք նույնպես ոռոգման համակարգով համալրված են, այսինքն բոլոր այն ծառերը, որոնք որ տնկվել են այսօր, վստահաբար մեր կլիմայական պայմանների համար հարմարեցված են եւ ամենակարևորը այս բոլոր ծառերը, գրեթե բոլոր այս որ տնկվածը մշտադալար են եւ մեզ օգնում են նաեւ ձմռան ամիսներին, երբ որ գիտենք, որ ունենք օդի որակի հետ կապված խնդիրներ։ Զբոսայգու բարեկարգման ծրագրով նախատեսվում է նաեւ նոր արահետների, նստարանների եւ լուսավորության համակարգի տեղադրում, ինչը Տորքանգեղի այգին կդարձնի ավելի գրավիչ հանգստի վայր։ Տվյալ այգու կառուցումը մեր այգիների վերակենդանացման ծրագրի մի մաս է եւ մենք արդեն իսկ իրականացրել ենք տարատեսակ ծրագրեր Մերգելյանի այգում, Մողակաձև այգում, Մալացեսեբաստիա վարչական, բոլոր, գրեթե բոլոր վարչական շրջաններում, Նոր վարչական շրջանում սա երրորդ այգին է, որտեղ որ մենք իրականացնում ենք աշխատանքներ եւ իրականում արդեն իսկ կարելի է ասել ինքը բավականին տենց հետաքրքիր միջավայր է դառել։ 2026 թվականին մասնակի կբացվի արդեն այգին, 2027 թվականի սկիզբ մինչև ամբողջությամբ բոլոր աշխատանքները պետք է ավարտված լինեն, որովհետև այգին շարունակվում է դեպի այն կողմ նույնպես եւ ընդհանուր առմամբ մոտավորապես 42,000 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում։ Բնակիչների խոսքով վերջին տարիներին նոր-նորքում նկատվում է դրական փոփոխություն։ Վերակենդանացվում են այգիները, ձևավորվում նոր կանաչ գոտիներ։ Քաղաքապետն էլ հորդորեց պահպանել նոր տնկված ծառերն ու շարունակել քաղաքի կանաչացման գործընթացը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը, Իրանը հայտարարել է, որ այլևս ոչինչ չի սահմանափակում իր միջուկային ծրագիրը, քանի որ Թեհրանի եւ գերտերությունների միջև կնքված 10-ամյա պատմական համաձայնագրի ժամկետը լրացել է։ 2015 թվականին Վիեննայում Իրանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից ստորագրված համաձայնագիրը նախատեսում էր վերացնել Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցները Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց։ Մի քանի տարի անց, սակայն Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս է եկել նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ։ Հետագայում Իրանը սկսեց հրաժարվել ստանձնած պարտավորություններից։ Անցած ամիս էլ ՄԱԿ-ը որոշել է վերականգնել պատժամիջոցները։ Ռուսաստանում գործարաններից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով 3 կին զոհվել է։ Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավարի խոսքով եւս 5 մարդ վնասվածքներ է ստացել։ Նա հերքել է այն ենթադրությունները, որ պայթյունը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Պայթյունից 1 շենք է փլուզվել։ Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն այն զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի արտադրության եւ ոչնչացման գործարան է։ Միջազգային նորությունները տեսաշարով։
Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։